Ճիշտ ժամանակն է պատրաստել բրնձով տոլմա կամ ինչպես մենք ենք ասում սուտի տոլմա։ Այսօր սկեսուրից իմացա, որ գյումրեցիները ասում են յալանչու տոլմա։ Գրեք տեսնեմ դուք ինչպես եք անվանում այս տոլմային, իսկ մենք սկսեցինք։ Բուսայուղի մեջ տապակելու ենք մանր կտրատված սոխը, այնուհետև ավելացնում ենք բրինձը, տոմատի մածուկը, մի փոքր էլ այդպես ենք տապակում եւ համեմում ենք։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, անպայման չորացրած նանա, հետո ավելացնում ենք խառը կտրատված կանաչին առատ իհարկե, լիմոնի հյութ ենք քամելու, կես լիմոնի հյութ եմ ես քամել։ Մի լավ խառնելուց հետո սկսում ենք իհարկե փաթաթել տոլման խաղողի տերևներով։ Անկեղծ ասած տոլմա փաթաթել չեմ սիրում, բայց այս սութի տոլման քանի որ շատ եմ սիրում, կարելի ասել մսովից շատ, սիրով փաթաթում եմ, դուք էլ հետևեք, տեսեք թե լավ եմ փաթաթում, թե ոչ, ըստ ինձ այս անգամ շատ լավ եմ փաթաթել։ Հա, մի բան էլ ասեմ, որ մի փոքր թուլիկ կփաթաթեք, որ բրինձը երկու անգամ կարելի ասել մեծանալու է, տեղ ունենա եփելու։ Շարում ենք գեղեցիկ տապակի մեջ, վրան ավելացնում ենք ջուր եւ տանում ենք մարմանդ կրակի վրա փակ կափարիչով եփելու եւ վերջ մածունով մատուցում։ Բարեախորժակ։